Տանզանիայի հյուսիսում, որտեղ մեծ ռիֆտային հովիտը ճեղքում է երկիրն ավելի քան 65 միլիոն տարի, գոյություն ունի մի ժողովուրդ, որը հավատում է, թե աշխարհ է եկել ընձուղտի պարանոցով ցած սահելով։ Հադզաբեները բնակվում են նույն այս լանդշաֆտում 50,000 տարի, որս անելով ճիշտ այնպես, ինչպես անում էին իրենց նախնիները, երբ առաջին ժամանակակից մարդիկ սկսում էին սփռվել մոլորակով մեկ։ Այսօր մնացել է ընդամենը 300-ից 350 մարդ, որոնք ապրում են այս նախնական ծով։ Եվ երբ այս որսորդներից մեկին հաջողվում է տապալել աֆրիկյան ընձուղտին, տեղի է ունենում արտասովոր մի բան։ Ողջ համայնքը լքում է իր ճամբարը տեղափոխվում այնտեղ, որտեղ ընկել է կենդանին։ Եթե դուք սիրում եք վայրի կենդանիներ իսկական վավերագրական ֆիլմեր, մի հեռացեք այս տեսանյութից։ Դիտեք մինչ վերջ, բաժանորդագրվեք ալիքին, հիմա մեկնաբանեք, թե որտեղից եք դիտում։ Առաջին բանը, որ դուք պետք է հասկանաք հադզաբեների մասին, այն է, որ նրանք չեն ապրում անցյալում։ Նրանք ապրում են շարունակական ներկայում, որը պարզապես երբեք չի փոխվել։ Մինչ միջերկրական ծովի շուրջ քաղաքակրթություններ էին ծնվում ու մեռնում, մինչ կայսրությունները բուրգեր ու տաճարներ էին կառուցում, մինչ մարդկությունը հնարում էր գյուղատնտեսությունը, գիրը, անիվը, վառոդը, բջջային հեռախոսը, հադզաբեները շարունակում էին անել ճիշտ այն, ինչ միշտ արել են։ Որսորդություն, հավաքչություն, տեղաշարժ սավաննայով, ըստ եղանակների թելադրանքի։ Գոյություն ունենալով իրենց միջավայրի հետ այնպիսի կատարյալ ներդաշնակության մեջ, որ նրանց բանավոր պատմությունը չի արձանագրել սովի ոչ մի դեպք։ Ոչ մեկը։ 50,000 տարվա ընթացքում։ Մտածեք այդ մասին մի պահ։ Մինչ միջնադարյան Եվրոպան թաղում էր սմահից մահացած միլիոնավոր մարդկանց, մինչ կայսերական Չինաստանը դիմակայում էր երաշտներին, որոնք բնաջնջում էին ամբողջական նահանգներ, մինչ ամերիկյան քաղաքակրթությունները կործանվում էին, հադզաբեները պարզապես շարունակում էին սնունդ գտնել։ Ամեն օր։ 500 դար շարունակ։ Նրանք բնակվում են Էյասի լճի ափերին, աղի ծանծաղ ջրային տարածքի մոտ, որը ձգվում է մոտ 80 կիլոմետր երկարությամբ 14 կիլոմետր միջին լայնությամբ, մեծ ռիֆտային հովտի հատակին, Տանզանիայի հյուսիսում։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից մի փոքր ավելի քան 1030 մետր բարձրության վրա, Սերենգետի սարահարթի ստորոտում, հայտնի Նգորոնգորո խառնարանից մոտ 75 կիլոմետր դեպի հարավ արմուտք Սերենգետի ազգային պարկից 100 կիլոմետր դեպի հարավ։ Շրջակա լանդշաֆտը բաց սավաննաների, անողոք քամուց արից ոլորված ակացիաների պուրակների վիթխարի բաոբաբների խառնուրդ է, որոնք կարող են ապրել ավելի քան 2000 տարի հասնել բնի մոնումենտալ շրջագծի։ Դում արմավենիները աճում են լճի ափերով, ստեղծելով պուրակներ, որոնք գրեթե արադարձային են թվում, ի հակադրություն շրջակա չորության։ Բուսականության մեջ գերակշռում են երաշտին հարմարված տեսակները, Acacia tortilis, Acacia mellifera, Commiphora africana։ Փշոտ թփերը որոշ տարածքներում ձավորում են խիտ մացառուտներ, մինչդեռ մյուսները լիովին բաց են, որտեղ ոսկեգույն խոտերը ծփում են տաք քամու տակ։ Ջերմաստիճանը գրեթե միշտ այրող է։ Հովիտը տարեկան ստանում է ընդամենը 500-ից 600 մմ տեղումներ, կենտրոնացված երկու եղանակների վրա։ Երկար անձրներ, մարտից մայիս, կարճ անձրներ, նոյեմբերից դեկտեմբեր։ Տարվա մնացած մասը չոր է։ Դաժանորեն չոր։ Երկարած չորային շրջանում, որը տում է հունիսից հոկտեմբեր, գոլորշիացումը զգալիորեն գերազանցում է տեղումներին։ Լճի որոշ հատվածներ պարզապես անհետանում են, վերածվելով փայլուն սպիտակ աղի հարթավայրերի, որտեղ հնարավոր է քայլել մի ափից մյուսը։ Հենց այս ժամանակահատվածում է, որ կենդանիները կենտրոնանում են պահպանված սակավաթիվ ջրի աղբյուրների շուրջ։ Աղբյուրներ, որոնք բխում են ժայռոտ լանջերից։ Ջրփոսեր, որոնք գոյանում են տեղանքի բնական փոսերում։ Սիբիտի գետի հատվածներ, որոնք դեռ պահպանում են որոշակի հոսք։ Վայրի բնությունը հավաքվում է այս կետերում, ինչպես ուխտավորները սրբավայրում։ Եվ հենց այս ժամանակահատվածում է, որ հադզաբե որսորդները դարանակալում են մեծ աֆրիկյան ընձուղտին։ Դիտարկեք այն մարտահրավերը, որը սա ներկայացնում է։ Հասուն ընձուղտը կարող է ունենալ 4 մետր 30 սանտիմետրից մինչ 5 մետր 70 սանտիմետր հասակ։ Արուի համար գրանցված ռեկորդը եղել է գրեթե 6 մետր, բավականաչափ բարձր, որպեսզի նայի երկհարկանի շենքի վրայով։ Հասուն արուի միջին քաշը 1192 կիլոգրամ է, ինչը համարժեք է մոտավորապես 2 ամրակազմ բեռնակիր ձիերի։ Էգերն ավելի փոքր են, կշռելով միջինում 828 կիլոգրամ, բայց այնուամենայնիվ ներկայացնում են մսի ռեսուրսների արտասովոր քանակություն։
Կենդանու մաշկը մարմնի որոշ մասերում կարող է ունենալ մինչ 20 մմ հաստություն, 2 դարսված մետաղադրամի չափ։ Դա բնական զրահ է, որը զարգացել է միլիոնավոր տարիների ընթացքում պաշտպանվելու համար գիշատիչներից, փշերից, մակաբույծներից։ Բնորոշ բծերը միայն զարդարանք չեն։ Յուրաքանչյուր նախշ եզակի է, ինչպես մարդու մատնահետքը, իսկ գունավորումն օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը, քողարկել կենդանուն ակացիաների ստվերների մեջ։ Ընձուղտի ոտքերը մահացու զենքեր են։ Մեկ հարվածը կարող է առաջացնել բավարար ուժ, հասուն առյուծի գանգը ջախջախելու կամ նրա ողնաշարը ակնթարթորեն կոտրելու համար։ Առյուծները միակ բնական գիշատիչներն են, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում հասուն ընձուղտների համար, նույնիսկ այդ դեպքում հարձակումները հաճախ ավարտվում են գիշատչի մահով կամ ծանր վնասվածքով։ Հասուն ընձուղտի սմբակը մոտավորապես ճաշի ափսեի չափ է, կարծր մակերեսով եզրերում սուր, որն ընդունակ է հասցնել կործանարար վնասներ։ Կենդանու սիրտը կենսաբանական ճարտարագիտության արտասովոր մեքենա է։ Այն կշռում է մոտ 10 կիլոգրամ, մոտավորապես բասկետբոլի գնդակի չափ, ունի մոտ 60 սանտիմետր երկարություն։ Այն պետք է արյուն մղի մոտավորապես 2 անգամ ավելի մեծ ճնշմամբ, քան ցանկացած այլ խոշոր կաթնասունի դեպքում, որպեսզի կարողանա թթվածին հասցնել մինչ այն ուղեղը, որը գտնվում է պարանոցի գագաթին, մետրեր բարձրության վրա։ Ճնշման կարգավորման բարդ համակարգը, որը կոչվում է Reed-Mirabel, կանխում է արյան ավելցուկի հոսքը դեպի ուղեղ, երբ ընձուղտը գլուխը խոնարհում է ջուր խմելու համար։ Եվ աչքերը։ Տեղադրված գլխի կողքերին, այն պարանոցի բարձունքում, որը ծառայում է որպես շարժական դիտաշտարակ, ընձուղտի դուրս ցցված աչքերը կարողանում են տեսնել կիլոմետրեր հեռավորությունից մոտեցող գիշատիչներին բոլոր ուղղություններով։ Տեսողությունը լրացվում է չափազանց սուր լսողությամբ, հոտառությամբ։ Ցանկացած կասկածելի շարժում, ցանկացած անսովոր ձայն, քամու բերած գիշատչի ցանկացած հոտ, ընձուղտն արդեն զգոն է, պատրաստ փախչելու մինչ 56 կմ/ժ արագությամբ։ Այժմ մտածեք Հադզաբե որսորդի մասին։ Նա միջինում 1 մետր 60 սանտիմետր հասակ ունի։ Կշռում է թերս 55 կիլոգրամ, այն մարդու նիհար մկանուտ կազմվածքով, ով քայլել սովորելուց ի վեր օրական 15,000 քայլ է անում։ Նրա մարմինը կրում է աֆրիկյան թփուտներում անցկացրած ամբողջ կյանքի հետքերը։ Որսի, օձի խայթոցների, փշերի կարիճների, մեղր հավաքելիս բաոբաբներից ընկնելու, թերս նույնիսկ հովազի հետ հանդիպման սպիները։ Նրա միակ զենքը գրեթե 2 մետր բարձրությամբ փայտե աղեղն է, պատրաստված կարծր ճկուն փայտից, այնքան հզոր, որ պահանջում է մոտավորապես 311 նյուտոն ուժ, այն ամբողջությամբ ձգելու համար։ Դա համարժեք է հենց նետաձիգի մարմնի քաշի մոտ 70%-ին։ Հադզաբե տղաներն իրենց առաջին աղեղները ստանում են 3 տարեկանում, ամբողջ կյանքն անցկացնում են իրենց տեխնիկան կատարելագործելով, մարզվելով ամեն օր, մինչ որ շարժումը դառնում է նույնքան բնական, որքան շնչելը։ Նետերը պատրաստվում են ձեռքով, կոնգորոկո փայտից, փետրավորված հնդկահավի փետուրներով, թռիչքի ժամանակ կայունացման համար։ Մետաղական ծայրերը ձեռք են բերվում հարան դատոգա ցեղի դարբինների հետ արտրի միջոցով, սառը կրմամբ պատրաստված շինարարական մեխերից կամ մետաղի այլ հասանելի կտորներից։ Նետերը թռչում են վայրկյանում մոտ 45 մետր արագությամբ, մոտավորապես 37 ջոուլ գնահատված կինետիկ էներգիայով։ Բայց որսորդը պետք է մոտենա կենդանուն ոչ ավել, քան 25-ից 50 մետր հեռավորության վրա, որպեսզի արդյունավետ հարվածի որե հնարավորություն ունենա։ 50 մետր մի ընձուղտից, որն ունի 360 աստիճանի համապատկերային տեսողություն, սուր լսողություն, հոտառություն, որն ընդունակ է հայտնաբերել մարդու ներկայությունը կիլոմետրեր հեռավորությունից։ Մեկը մեկի դեմ, բաց դաշտում, դա ինքնասպանություն կլիներ։ Բայց հադզաբեները ընձուղտ չեն որսում համապատրաստից։ Նրանք չեն հետապնդում կենդանուն սավաննայով։ Չեն փորձում շրջապատել նրան խմբով։ Չեն օգտագործում մեխանիկական թակարդներ կամ փորված փոսեր։ Նրանք հենց լանդշաֆտն են վերածում լուռ մահացու դարանակալման։ Չորային շրջանում, երբ ջուրը սակավ է դառնում, կենդանիները այլ ընտրություն չունեն, քան այցելել մնացած սակավաթիվ աղբյուրները, հադզաբեները գիտեն յուրաքանչյուր ջրհոր, յուրաքանչյուր աղբյուր, յուրաքանչյուր փոս, որտեղ խոնավությունը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ շուրջ բոլորն ամեն ինչ չորացած է։ Նրանք գիտեն այս վայրերը անհիշելի սերունդներ ի վեր։ Նրանց պապերն են այնտեղ որս արել։ Նրանց պապերի պապերը նույնպես։ Եվ նրանցից առաջ եղած նախնիները, հետ գնալով ժամանակի մեջ մինչ այնպիսի դարաշրջաններ, որոնց նույնիսկ գրավոր պատմությունը չի հասնում։
Գիտելիքը փոխանցվել է հորից որդուն հազարամյակներ շարունակ, կոդավորված մի լեզվով, որը նման չէ երկրի վրա գոյություն ունեցող ոչ մի այլ լեզվի։ Հադզանեն այն է, ինչ լեզվաբաններն անվանում են մեկուսացված լեզու։ Տասնամյակներ շարունակ հետազոտողները փորձել են այն դասակարգել Հարավային Աֆրիկայի կոյսան լեզուների հետ միասին, քանի որ երկուսն էլ օգտագործում են կտտացնող հնչյուններ։ Բայց ավելի մանրամասն վերլուծությունները ցույց տվեցին, որ իրական ազգակցություն չկա։ Հադզանեն առաջացել զարգացել է լիովին անկախ ցանկացած այլ հայտնի լեզվաընտանիքից։ Այն հավանաբար մոլորակի վրա մարդկանց կողմից դեռս խոսվող ամենահին լեզուներից մեկն է։ Այն պարունակում է կտտացնող հնչյուններ կոկորդային ճայթյուններ, որոնք անհնար են թվում նրանց համար, ովքեր չեն մեծացել այդ լեզվով խոսելով։ Այն չունի գրային համակարգ։ Գոյություն ունի միայն բանավոր ավանդույթի մեջ, փոխանցվելով սերնդեսերունդ պատմությունների, երգերի խարույկի շուրջ զրույցների միջոցով։ Մոտավորապես 800 մարդ դեռս սահում խոսում է այդ լեզվով, մեծ մասամբ տարեցներ։ Երիտասարդները աստիճանաբար անցնում են սուահիլիին, Արևելյան Աֆրիկայի միջեթնիկական հաղորդակցության լեզվին։ Եվ այդ նախնական բառապաշարի մի մասը նվիրված է բացառապես որսորդությանը։ Տասնյակ տարբեր բառեր, նկարագրելու սպանված կենդանիներին տարբեր վիճակներում, որսի պայմանները, տեղանքի տեսակները, փախուստի վարքագիծը, մսի որակները։ Լեզվական ճշգրտություն, ծնված 50,000 տարվա դիտարկումներից, հետապնդումներից, սպանություններից, գոյատումից։ Երբ որսորդը որոշում է դարանակալել խոշոր որսի համար, նա նախ հայտնաբերում է իդեալական վայրը։ Հադզաբեներն այս դարանակալման դիրքերն անվանում են Սալամեդա։ Դա կարող է լինել բնական ջրի աղբյուր, որը պահպանվում է նույնիսկ ամենախիստ երաշտի ժամանակ։ Դա կարող է լինել հասուն պտուղներով բաոբաբների խումբ, քանի որ այս ծառերը կարող են պտղաբերել մինչ 5 ամիս անընդմեջ գրավում են տարբեր կենդանիների։ Դա կարող է լինել տերմիտաբների կուտակում, որը գրավում է մրջնակերներին այլ կաթնասունների։ Դա կարող է լինել ակացիայի երիտասարդ պատիճների խումբ։ Որսորդն ուսումնասիրում է տեղանքը այն մարդու ուշադրությամբ, ով սովորել է կարդալ լանդշաֆտը նախքան խոսել սովորելը։ Օրեր շարունակ դիտում է կենդանիների շարժման օրինաչափությունները։ Նկատում եք, թե որ արահետներն են ավելի շատ օգտագործվում, որտեղ է բուսականությունը վերջերս տրորվել, որտեղ կա թարմ արտաթորանք։ Վերլուծում է քամու գերակշռող ուղղությունը տվյալ տարածքում, քանի որ սխալ ուղղությամբ նրա հոտը տանող քամու պոռթկումը կարող է վայրկյանների ընթացքում փչացնել օրերի նախապատրաստությունը։ Այնուհետ նա կառուցում է թաքստոցը։ Սովորաբար դա մի պարզ կառույց է, գրեթե նախնական իր ֆունկցիոնալ նրբագեղությամբ։ Միահյուսված ճյուղեր, որոնք ձավորում են ցածր պատնեշ, բացվածքները ծածկող չոր խոտ, տվյալ միջավայրի տերներ մնացորդներ, որոնք քողարկում են ցանկացած ուղիղ գիծ, որը կարող էր մատնել մարդու ներկայությունը։ Նյութը հավաքվում է անմիջական հարանությունից, որպեսզի գույնի կամ հյուսվածքի տարբերություն չլինի։ Թաքստոցը պետք է թվա պարզապես մեկ թուփ աֆրիկյան լանդշաֆտի բազմաթիվ այլ թփերի մեջ։ Որսորդը պետք է լինի լիովին անտեսանելի։ Եվ ավելի կարևոր, լիովին անհոտ։ Ընձուղտներն ունեն չափազանց սուր հոտառություն։ Քամու բերած մարդու ցանկացած հոտ, նույնիսկ մեծ հեռավորությունից, կստիպի կենդանուն ամբողջությամբ փոխել իր երթուղին։ Հադզաբե որսորդները խուսափում են օգտագործել ցանկացած բուրավետ նյութ։ Ոմանք իրենց ծածկում են ցեխով կամ մոխրով, քողարկելու համար մարմնի բնական հոտը։ Թաքստոցի դիրքը գերակշռող քամու նկատմամբ հաշվարկվում է բացարձակ ճշգրտությամբ։ Սպասումը սկսվում է մթնշաղին։ Առն իջնում է ռիֆտային հովտի արմտյան զառիթափի հետում, այն գրեթե 1000 մետրանոց ժայռերի, որոնք կազմում են Սերենգետիի հարավարևելյան սահմանը։ Երկինքը վերածվում է անհնարին գույների պայթյունի։ Ինտենսիվ նարնջագույն, արյան կարմիր, խորը մանուշակագույն, վարդագույնի երանգներ, որոնք թվում են նկարված են ինչ-որ աստվածային նկարչի կողմից։ Ջերմաստիճանը, որը ցերեկը կարող է գերազանցել 40 աստիճան Ցելսիուսը, սկսում է արագորեն նվազել։ Առաջին գիշերային կենդանիները սկսում են շարժվել։ Հիենաները հեռվից կանչում են իրենց բնորոշ ճիչերով։ Շնագայլերը հաչում են։ Բվերը սկսում են իրենց որսը։ Որսորդը մնում է անշարժ։ Նա նախընտրում է լիալուսնի գիշերները։ Հավաքչական որսորդական հասարակությունների վերաբերյալ գիտական հետազոտությունները պարզել են, որ հադզաբեների շրջանում գիշերային դարանակալմամբ որսը ավելի քան 3 անգամ ավելի արդյունավետ է, քան որսի ցանկացած այլ մեթոդ։
Պատճառը նրբագեղորեն պարզ է, լուսնի արծաթափայլ լույսը թույլ է տալիս որսորդին տեսնել ջրին մոտեցող կենդանիներին, մինչդեռ ինքը մնում է թաքստո ցիֆիտ ստվերների մեջ։ Կենդանիները սովոր լինելով շարժվել գիշերը, երբ առյուծների նման գիշատիչները նույնպես ակտիվ են, պահպանում են որոշակի զգոնություն, բայց մի փոքր թուլացնում են զգուշությունը հայտնի ջրի աղբյուրների մոտ։ Ուշ չորային շրջանում հադզաբեների կողմից ձեռք բերված ողջ խոշոր որսի մոտ 60%-ը ստացվում է ռազմավարականորեն տեղակայված Սալամեդաներում այս գիշերային դարանակալումներից։ Ամբողջ տարվա խոշոր որսի գրեթե կեսը ձեռք է բերվում այս նախնական տեխնիկայի միջոցով, որը կատարելագործվել է հազարավոր մարդկային սերունդների ընթացքում։ Ժամերը դանդաղ են անցնում։ Որսորդը մնում է դիրքում, մկանները թուլացած, բայց պատրաստ ակնթարթային գործողության, շնչառությունը դանդաղ վերահսկվող։ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, երբեմն ամբողջ գիշեր։ Աֆրիկյան լուսաբացի ցուրտը աստիճանաբար հաստատվում է, բայց նա չի կարող շարժվել տաքանալու համար։ Ցանկացած աղմուկ, ցանկացած կտրուկ շարժում, օրերի նախապատրաստությունը լիովին կփոշիանա։ Հաճախ սպասումն իզուր է լինում։ Կենդանիները չեն հայտնվում կամ հայտնվում են, բայց ինչ-որ սխալ բան են զգում, փախչում են նախքան աղեղի հասանելիության գոտի մտնելը։ Որսորդը լուսաբացին դատարկաձեռն վերադառնում է ճամբար, քնում մի քանի ժամ վերադառնում հաջորդ գիշեր։ Եվ հաջորդին։ Եվ դրան հաջորդողին։ Համբերությունը մի առաքինություն է, որը հադզաբեները մշակում են մանկությունից։ Բայց երբ մի ընձուղտ վերջապես մոտենում է ջրին այդ կոնկրետ գիշերը, խոնարհելով այդ վիթխարի պարանոցը խոցելի դիրքով, հեղուկի մակերեսին հասնելու համար, ժամերով սպասած որսորդն արդեն լիովին պատրաստ է։ Նրա աղեղը ձգված է մինչ սահմանը, բասկի մեջքի մկանները պահում են այդ 311 նյուտոն լարվածությունը այն մարդու հեշտությամբ, ով դա արել է հազարավոր անգամներ մանկությունից ի վեր։ Նետը կատարելապես տեղադրված է, հնդկահավի փետուրը կայունացնում է կոնգորոկո փայտե ձողը։ Մետաղական ծայրը թույլ փայլում է լուսնի լույսի տակ։ Սա սովորական նետ չէ։ Որսից օրեր առաջ հադզաբեն պատրաստել է թույնը, որը վճռորոշ նշանակություն ունի։ Ամենաավանդականը, ամենաշատ օգտագործվողը ստացվում է անապատի վարդից, Edenium obsum գիտական անվանումով սուկուլենտ բույսից, որը հադզաբեները գիտեն որպես պանջուկո։ Դա արտասովոր բույս է, պալարանման ուռած բուն, չոր միջավայրում ջուր պահեստավորելու համար, հարթ փայլուն կեղ, վարդագույն կամ կարմիր գույնի աչքի ընկնող ծաղիկներ, որոնք իրենց գեղեցկությամբ գրեթե արհեստական են թվում։ Բույսի բոլոր մասերը չափազանց թունավոր են։ Այն աճում է հադզաբեների տարածաշրջանի մի քանի կոնկրետ վայրերում։ Հիմնական աղբյուրը գտնվում է Էյասի լճի հարավարելյան ափին գտնվող մի կղզում, որտեղ հողի խոնավության առանձնահատուկ պայմանները թույլ են տալիս սուկուլենտներին բարգավաճել։ Որսորդները պարբերաբար ճանապարհորդում են այնտեղ, երբեմն քայլելով օրեր շարունակ, հատկապես հունք հավաքելու համար, որը կվերածեն մահացու զենքի։ Արդյունահանման գործընթացը աշխատատար է, պահանջում է սերնդեսերունդ փոխանցված ճշգրիտ գիտելիքներ։ Նախ, որսորդը կտրում է բույսի ճյուղերը կամ տրորում է դեռս բնին կպած միջուկը։ Ոմանք օգտագործում են իրենց կացնի փայտե ծայրը, հեռացնելով մետաղական սայրը որպես համապատրաստից սանդ։ Բույսը բազմիցս հարվածում են, մինչ այն վերածվում է թելքավոր զանգվածի, ամբողջությամբ ներծծված սպիտակ կաթնային հյութով։ Հյութն այնուհետ զգուշորեն քամվում է մի տարայի մեջ։ Հաճախ դա նույն խոհանոցային կաթսան է, որն ընտանիքն օգտագործում է ամենօրյա կերակուրներ պատրաստելու համար։ Հադզաբեների կյանքում կոշտ բաժանում չկա կենցաղային սպասքի որսորդական գործիքների միջ։ Արդյունահանված հեղուկը դրվում է կրակի վրա, եփվում դանդաղ, համբերատար, մինչ ամբողջ ջուրը լիովին գոլորշիանա, թողնելով միայն թանձր կպչուն նյութ, կուպրի նման։ Պատրաստ լինելուց հետո կաթսան մանրակրկիտ լվացվում է մաքուր ջրով։ Ճամբարի կանանցից մեկը փորձում է լեզվի ծայրով։ Եթե դեռ դառը համ կա, լվացումը շարունակվում է մինչ դրա անհետանալը։ Երբ դառնությունը լիովին անհետանում է, կաթսան նորից սկսում է սովորականի պես օգտագործվել սնունդ պատրաստելու համար։ Դա մի գործնականություն է, որը կարող է տագնապալի թվալ ժամանակակից զգայունության համար, բայց որը հազարամյակներ շարունակ կատարելապես գործում է առանց միջադեպերի։ Սթույնի զանգվածը ձավորվում է կավի նման, կարող է գնդի տեսքով կրվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ, առանց ուժը կորցնելու։ Երբ որսորդը պատրաստ է օգտագործել այն, նա փոքր քանակությամբ խառնում է թքի հետ խեցու մեջ, մածուկը քսում անմիջապես նետի մետաղական ծայրի տակ, փաթաթելով այն բարակ շերտերով, որոնք ամուր կպչում են փայտե ձողին։
Գոյություն ունեն թույնի այլ տեսակներ, որոնք հատզաբեները օգտագործում են։ Երկրորդ ամենատարածվածը ստացվում է Strophanthus emene이ից, մագլցող բույսից, որն աճում է հատզաբեների տարածքի լեռնային շրջաններում։ Հատզաբեները այն անվանում են շանջոկո։ Նրա սերմերից արդյունահանված թույնը շագանակագույն է, համարվում է էլ ավելի հզոր։ Երրորդ տեսակը, որը կոչվում է կալիկասի, ձեռք է բերվում հարան ցեղերի հետ արտրի միջոցով, քանի որ ծագման բույսը չի աճում հատզաբեների տարածքում։ Բոլոր երեք տեսակներն էլ գործում են նույն կործանարար կենսաքիմիական սկզբունքով։ Դրանք պարունակում են սրտային գլիկոզիդներ։ Դրանք քիմիական միացություններ են, որոնք անմիջականորեն միջամտում են սրտամկանի աշխատանքին։ Երբ դրանք վերքի միջոցով մտնում են արյան հոսքի մեջ, կանխում են սրտի թուլացումը գծկումների մեջ։ Մկանը սառչում է մշտական սիստոլայի վիճակում։ Սիրտն այլևս չի կարողանում արյուն մղել դեպի կենսական օրգանները։ Մարդկանց մոտ մահը վրա է հասնում մոտ 15 րոպեում։ Միջին չափի որսի կենդանիների մոտ միջին ժամանակը 20 րոպե է։ 1000 կիլոգրամից ավելի քաշ ունեցող ընձուղտի դեպքում դա կարող է զգալիորեն ավելի երկար տել։ Վիրավոր կենդանին կարող է վազել հարյուրավոր մետրեր, նույնիսկ կիլոմետրեր։ Հարված ստանալուց հետո առաջին պահերին կարող է նույնիսկ թվալ, թե նետը որը զգալի վնաս չի պատճառել։ Բայց որսորդը գիտի։ Նա տեսել է հենց այն տեղը, որտեղ նետը մտել է։ Լսել է կենդանի մսի մեջ ծայրի թափանցելու բնորոշ ձայնը։ Նկատել է կենդանու բնազդային ռեակցիան, վախից ցատկը, փախուստը որոշակի ուղղությամբ։ Այժմ սկսվում է որսի երկրորդ փուլը, որը պահանջում է նույնքան հմտություն, որքան առաջինը։ Հետապնդումը։ Թունավորման առաջին նշանները հայտնվում են րոպեների ընթացքում։ Կենդանին սկսում է չափից ավելի թքարտադրություն ունենալ, բերանի անկյուններում թուքը փրփրում է, երբ գլիկոզիդները սկսում են ազդել նյարդային համակարգի վրա։ Այնուհետ գալիս է պսխումը լուծը, երբ մարսողական համակարգը բուռն կերպով արձագանքում է թունավոր միացություններին։ Ընձուղտը դառնում է աստիճանաբար թույլ, թմրած, անկայուն այն վիթխարի ոտքերի վրա, որոնք նախկինում նրան պահում էին այդպիսի նրբագեղությամբ ուժով։ Հատզաբեն հետում է վիրավոր ընձուղտին այն մարդու համբերությամբ, ով գիտի, որ ժամանակն այժմ իր կողմն է։ Նա կարդում է գետնի նշանները այնպես, ինչպես դուք կկարդայիք մի գիրք ձեր մայրենի լեզվով։ Մի կողմում ավելի խորը հետքերը ցույց են տալիս, որ կենդանին տատանվում է, քաշը անհավասարաչափ գցելով։ Որոշակի բարձրության վրա կոտրված ջի։ Ուղերը բացահայտում են, թե որտեղով է նա անցել։ Պոկված տերները ցույց են տալիս, թե որտեղ է կենդանին սայթաքել, հուսահատորեն հենարան փնտրել։ Արյան կաթիլները մտնեցնում են չոր հողը, նշելով ճանապարհը, ինչպես հացի փշուրները հեքիաթային անտառում։ Ի վերջո, ընձուղտն ընկնում է։ Դա մի տարօրինակ պահ է, գրեթե հակակլիմաքսային ողջ լարվածությունից հետո։ Ամենամեծ կենդանի ցամաքային կենդանին, անհնարին պարանոցով այդ հսկան, ով իր ողջ կյանքում աշխարհին նայել է վերից, պարզապես փլվում է։ Ոտքերը տեղի են տալիս մարմնի քաշի տակ։ Մարմինը տապալվում է կողքի վրա։ Պարանոցը ծալվում է անբնական անկյան տակ։ Գլուխը հարվածում է գետնին խուլ հարվածով, որն արձագանքում է լուր սավաննայում։ Երբ դա տեղի է ունենում, որսորդը միայնակ չի վազում դեպի նրան։ Չկա անհատական տոնակատարություն։ Չկա հաղթական ճիչ։ Այն, ինչ տեղի է ունենում հաջորդիվ, սահմանում է հատզաբեների մշակույթը խորը եզակի ձով։ Որսորդը վերադառնում է ճամբար։ Քայլքը կարող է տել ժամեր, կախված նրանից, թե որքան հեռու է վազել ընձուղտը նախքան վերջնականապես ընկնելը։ Նա սովորաբար հասնում է լուսաբացին, հոգնած, բայց զուսպ։ Ճամբարն արդեն արթնանում է, գիշերվա ընթացքում պահպանված կայծերով վերակենդանացվող խարույկներ, ձգվող ու հորանջող երեխաներ, օրվա հավաքչության համար ծղոտե զամբյուղներ պատրաստող կանայք, իրենց աղեղներն ու նետերը ստուգող տղամարդիկ։ Տիպիկ ճամբարը թերս կես տասնյակ հյուղակների հավաքածու է, պատրաստված կորացած միահյուսված ջուղերից, ծածկված ոսկեգույն չոր խոտով։ Դրանք կառույցներ են, որոնք կարող են կառուցվել 2 ժամից պակաս ժամանակում լքվել առանց որևէ ափսոսանքի։ Այնտեղ ապրում է մոտ 20-ից 30 մարդ։ Միջուկային ընտանիքներ, հարգված տարեցներ, հյուղակների արանքում վազվզող բոլոր տարիքի երեխաներ։ Չկա պետ, չկա պաշտոնական առաջնորդ, չկա տեսանելի հիերարխիա։ Որոշումները կայացվում են ոչ պաշտոնական կոնսենսուսով, զրույցների միջոցով։ Որսորդը հայտարարում է որսի մասին։ Եվ այդ ժամանակ տեղի է ունենում արտասովոր մի բան։
Բոլորը դադարեցնում են այն, ինչ անում էին։ Բացարձակապես բոլորը։ Կանայք, ովքեր պատրաստվում էին պալարներ փորել հեռավոր դաշտերում։ Տղամարդիկ, ովքեր նորոգում էին նետերը կամ հանգստանում էին ստվերում։ Երեխաները, ովքեր խաղում էին հյուղակների արանքում։ Տարեցները, ովքեր տաքացնում էին իրենց ոսկորները առավոտյան արի տակ։ Բոլորը։ Որովհետև ընձուղտը չափազանց մեծ է ճամբար հասցնելու համար։ Այդ դեպքում ճամբարն է գնում դեպի ընձուղտը։ 2 ժամից պակաս ժամանակում հատզաբեները լիովին ապամոնտաժում են իրենց կյանքը։ Ճյուղերից հյուղակները թողնվում են հետում կամ արագ քանդվում նյութերն օգտագործելու համար։ Անձնական իրերը, որոնք տեղավորվում են կենդանու մաշկից պատրաստված մեկ ծածկոցի մեջ, փաթաթվում գցվում են ուսերին։ Ինչ է իրականում տիրապետում հատզաբե մարդը աշխարհում։ Մի խոհանոցային կաթսա։ Դդումից պատրաստված ջրի տարա։ Արտրային մետաղական սայրով կացին։ Աղեղ նետեր։ Դիկ-դիկի կաշվից պատյանով որսորդական դանակ։ Հագուստը մարմնի վրա։ Որոշ փոքր իրեր, պահված վզից կախված պայուսակի մեջ։ Սա է ամբողջը։ Ողջ համայնքը քայլում է աֆրիկյան թփուտներով մինչ այնտեղ, որտեղ ընկել է կենդանին։ Կանայք, ովքեր կրում են իրենց մեջքին կտորներով կամ մաշկերով կապված նորածիններին։ Փոքր երեխաները, որոնց ձեռքից բռնած տանում են կամ կրում են մեծահասակների գրկում։ Տարեցները, ովքեր քայլում են իրենց սեփական տեմպով, առանց շտապելու, որովհետև ոչ ոք ոչ մի դեպքում հետ չի մնում։ Երբ հասնում են որսի վայրը, աշխատանքը սկսվում է անմիջապես։ Լեշի շուրջը բարձրացվում են ճյուղերից նոր հյուղակներ, օգտագործելով հարանությամբ առկա նյութը։ Խարույկները վառվում են ավանդական տեխնիկայով։ Կարծր փայտե ձողը արագ պտտվում է ափերի արանքում փոքր անցքով փափուկ փայտի կտորի վրա, ստեղծելով բավարար շփում ճիկացած կայծ առաջացնելու համար, որն այնուհետ փչում են չոր խոտի վրա, մինչ այն վերածվի բոցի։ Եվ սկսվում է կենդանու օգտագործման գործընթացը, որը կկերակրի ողջ խմբին ամբողջ շաբաթներ։ Հասուն արու ընձուղտը կարող է կշռել ավելի քան 1200 կիլոգրամ։ Ընձուղտների լեշի ելքի վերաբերյալ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ արուները տալիս են իրենց քաշի մոտավորապես 62%-ը օգտագործելի մսի տեսքով, էգերը մոտ 57%-ը։ Սա նշանակում է, որ մեծ արուն կարող է ապահովել 600-ից 700 կիլոգրամ մաքուր միս։ 600 կիլոգրամ սպիտակուց։ 30 հոգանոց խմբի համար, որը սովորաբար օրական ընդամենը 3-ից 4 ժամ է ծախսում սնունդ փնտրելու վրա, մեկ ընձուղտը ներկայացնում է գրեթե աներակայելի առատություն։ Դա համարժեք է մեկ վիթխարի կենդանու մեջ կենտրոնացված շաբաթների հաջող որսերի։ Միսը մշակվում է տարբեր ձերով հաջորդ օրերի ընթացքում։ Մի մասը սպառվում է անմիջապես, կտրատված կտորների խորովված անմիջապես ճարճատող խարույկների վրա։ Ճարպը հալվում կաթում է կայծերի վրա, ստեղծելով մի բուրմունք, որը գրավում է տարածաշրջանի բոլոր լեշակերներին։ Անվտանգ հեռավորության վրա պտտվող հիենաներին, կապույտ երկնքում համբերատար պտտվող անգղերին, թփերի արանքում դարանակալած շնագայլերին։ Մսի մի մասը կտրատվում է բարակ երկար շերտերով, կախվում ճյուղերից կամ համապատրաստից պարաններից, արի մշտական քամու տակ չորանալու համար։ Այս գործընթացը ստեղծում է աֆրիկյան ափխտած մսի մի տեսակ, որը կոչվում է բիլտոնգ, որը կարող է դիմանալ շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ առանց սառնարանի, նույնիսկ սավաննայի ուժեղ տապին։ Չոր միսը կորցնում է խոնավության մեծ մասը, բայց պահպանում է սպիտակուցները հիմնական սննդանյութերը։ Ոտքերի երկար ոսկորները հատուկ մշակման են ենթարկվում։ Դրանք կոտրվում են որպես մուրճ օգտագործվող քարերով ավելի մեծ ժայռերի վրա, որոնք ծառայում են որպես զնդան, բացահայտելով յուղոտ ոսկրածուծը, որը համարվում է մեծագույն դելիկատեսներից մեկը։ Ընձուղտի ոսկրածուծը հատկապես արժեքավոր է, հարուստ կալորիաներով, հիմնական ճարպաթթուներով, սննդանյութերով, որոնք մարդու մարմինը յուրացնում է արտասովոր հեշտությամբ։ Բայց ոչ ողջ միսն է պատկանում բոլորին հավասարապես։ Հատզաբեներն ունեն մի հասկացություն, որը կոչվում է էպեմե, որը կառավարում է կենդանու որոշակի հատուկ մասերի բաշխումը։ Միայն այն տղամարդիկ, ովքեր արդեն սպանել են խոշոր որս, ինչը սովորաբար տեղի է ունենում 20 տարեկան հասակում, կարող են կոչվել էպեմե տղամարդիկ։ Եվ միայն էպեմե տղամարդիկ կարող են ուտել որոշակի մասեր, որոնք համարվում են հատուկ սուրբ։ Երիկամը, թոքը, սիրտը, պարանոցը, լեզուն, կենդանու սեռական օրգանները։ Այս կտորները սպառվում են առանձին, բացառապես տղամարդկային ճաշկերույթի ժամանակ, որը տեղի է ունենում կանանցից երեխաներից հեռու, սովորաբար գիշերը, երբ բոլոր մյուսներն արդեն քնած են։
դա որսորդների միջ ընկերակցության փոխանակված պատմությունների, տարեցներից երիտասարդներին գիտելիքի փոխանցման պահ է։ Մնացած միսը, սակայն, բաժանվում է արտասովոր հավասարարական ձով։ Հադզաբեները չունեն պետեր։ Չունեն պաշտոնական սոցիալական հիերարխիա։ Չեն կուտակում հարստություն կամ ունեցվածք գոյատելու համար անհրաժեշտ նվազագույնից բացի։ Երբ միս կա, բոլորն ուտում են մինչ հագենալը։ Երբ սակավություն կա, բոլորը հավասարապես սոված են մնում, առանց բացառություն։ Ների Մարդաբանները, ովքեր տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են հադզաբեներին, սա նկարագրում են որպես մարդկության պատմության մեջ երբևէ արձանագրված ամենաիսկական հավասարարական հասարակություններից մեկը։ Մարդաբան Ջեյմս Վուդբերնը գրել է, որ հադզաբեները տարված են հավասարությամբ, որ ուժի, հարստության կարգավիճակի տարբերությունները համակարգված կերպով տապալվում են խորը արմատավորված սոցիալական նորմերի միջոցով։ Սկզբնական վերքի շրջակա տարածքը, որտեղ թույնը մտել է արյան հոսքի մեջ, պետք է զգուշորեն հեռացվի դեն նետվի։ Սրտային գլիկոզիդները կարող են վտանգավոր լինել, եթե սպառվեն մեծ քանակությամբ։ Բայց կենդանու մնացած մասը լիովին անվտանգ է։ Տոքսինը չի տարածվում մկանային մսի մեջ թունավորման մահվան միջ ընկած ժամանակահատվածում։ Ընձուղտի սպանդին հաջորդող օրերը լի են առատությամբ, անկեղծ տոնակատարությամբ։ Ոչ ոք կարիք չունի դուրս գալ որսի կամ հավաքչության։ Սնունդն այնտեղ է, առատ, թարմացվող յուրաքանչյուր ճաշի ժամանակ։ Գիշերները ներառում են պարեր երգեր, որոնք արձագանքում են մութ սավաննայում, խարույկների շուրջ պատմվող պատմություններ, շաբաթներ անց առաջին անգամ կուշտ փորով երեխաների ծիծաղ։ Հադզաբեները ունեն նացիսական պար, որը նույնպես կոչվում է էպեմե, որը տեղի է ունենում միայն անլուսին գիշերներին, լիակատար բացարձակ խավարի մեջ։ Ճամբարի բոլոր խարույկները լիովին հանգցվում են։ Եվ խավարի մեջ տղամարդիկ պարում են, ռիթմիկ կերպով հարվածում ոտքերով, երգում նախնական երգեր, որոնք կապում են ողջերին մեռածների հետ, մարդկանց, տիեզերական ուժերի հետ։ Իշոկոն Հայնեն այս տիեզերաբանության կենտրոնական առասպելական կերպարներն են։ Ըստ հադզաբեների, հնում երկինքը գտնվում էր երկրի տակ։ Իշոկոն Հայնեն փաթաթեցին երկինքն ու երկիրը կաշվի երկու թերթի նման փոխեցին նրանց դիրքերը, երկինքը դնելով մեր վերում։ Այս կերպարները նա մարդկանց տվեցին կրակի հասանելիություն, սովորեցրին ինչպես նստել, ինչպես ընտրել ապրելու վայրեր, որ սննդամթերքները կարելի է ուտել։ Իշոկոն Արային է կանացի։ Հայնեն, նրա ամուսինը, լուսնային է տղամարդկային։ Բայց հադզաբեների ժամանակակից իրականությունը շատ ավելի քիչ իդիլիկ է, քան կարող է հուշել այս նկարագրությունը։ Մինչ 30 տարի առաջ նրանք կանոնավոր կերպով որսում էին խոշոր կենդանիներ, ինչպիսիք են զեբրերը, բուֆալոները, ընձուղտները իրենց հայրենիքի, Յայդաչինի հովտի ակացիաների խիտ անտառներում։ Տարածքը կիսում էին ռնգեղջյուրների, առյուծների, փղերի կենդանիների մեծ հոտերի հետ։ Այսօր այս խոշոր կաթնասունների մեծ մասը կտրուկ նվազել է։ Հադզաբեները գնալով ավելի շատ են կախված փոքր որսից, մանր դիկդիկներից, կապիկներից, վայրի խոզերից։ Ընձուղտի որսը դարձել է հազվադեպ իրադարձություն։ Հադզաբեների տարածքը վերջին 50 տարում կրճատվել է 90%-ով։ Հովիվները բերել են անասուններ, որոնք մրցակցում են ջրի համար վախեցնում որսին։ Ֆերմերները հատել են անտառները սոխ տնկելու համար։ Մայրուղիները կտրում են կենդանիների միգրացիոն ուղիները։ Ցանկապատերը բաժանում են համայնքային հողը։ Մոտ 1300 հոգանոց բնակչությունից միայն 1/3-ն է դեռ ապրում որպես որս